Արարատի եւ Արմավիրի մարզերի արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններ, որոնք զբաղվում են իշխանի եւ թառափի բուծմամբ, պեղմնավորված ձկնկիթի եւ խավիարի արտադրությամբ, նաեւ ավելացված արժեքի հարկ վճարող են, կառավարությունից կստանան աջակցություն, որը կտրվի միանվագ փոխհատուցմամբ։ Առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որովհետեւ դրանք մեղմենք։ Աջակցության համար կերը պետք է լինի սերտիֆիկացված համապատասխանի ԵԱՏՄ ու ԵՄ ստանդարտներին։ Վարչապետը հիշեցրեց տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու մասին տնտեսվարողներին արդեն տևական ժամանակ տրվող ուղերձը։ Չնայած աջակցություններին դիվերսիֆիկացիա չի եղել, վարչապետի խոսքով պատճառն այն է, որ գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհով։ Ինձ հետաքրքիր է օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչա տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ, եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Փաշինյանը հիշեցրեց ջրի օգտագործման փակ ցիկլի մասին նախորդ տարվա որոշումն ու դրան հաջորդած ձկնարտադրողների ցույցերը։ Նրանք դիմեցին դատարան, որն էլ չեղարկեց որոշումը։ Աջակցություն, բայց վարչապետը հարցեր ունի, ինչու է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա կշիռը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Միջազգային ստանդարտով միջազգային շուկա դուրս գալու համար խմիչքը պետք է արտադրվի կաղնե տակառներում։ Սա ինչ վերաբերում է կոնյակ բրենդի պատմությանը։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է կաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխան։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչվում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։ Ինչքան է պետք աջակցել ձկնարդյունաբերությանը։ Այնքան աջակցենք, բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գյուղոլորտին, այսպես կոչված ոչ նորմատիվային հողերին, որոնք պահանջում են սովորականից շատ ջուր վեգետացիայի համար։ Եթե այդտեղ ամենացածրաժեք բույսերն են աճեցվում, հարց է առաջանում։ Ճիշտ է 1000 դրամի ջուր ծախսել, ստանալ ընդամենը 1050 դրամի արտադրանք։ Ըստ Փաշինյանի այդ հողերում պետք է աճեցնել բարձրաժեք մշակաբույսեր։ Այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։
Որովհետև ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան էս արձակուրդները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են եկեք ձեռ չտանք կանդրադառնանք շատ լավ դե արձակուրդները գալիս են հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվային անալ մոռանալ բան անել հոպ գալիս է նոր տարին դե լավ դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում կոնյակ բրենդի բան առնում են լավ եկեք բան չանենք եւ այլն ու տենց աջակցենք ինչքան պետք է ու փառք Աստծո մենք այսօր այդ հնարավորությունը ունենք որ աջակցում ենք ու կաջակցենք ինչքան պետք է բայց ես կտրականապես դեմ եմ որ մենք աջակցենք այն ուղղությամբ, որը չի տանում զարգացման։ Երկխոսության եմ ես հրավիրում։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Առաջիկայում կարելի է կազմակերպել իմիջայլոց, մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում։ Մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում։ Տնտեսության թեման շարունակելով 2026-ի հունիսին 2025-ի հունիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%-ով, հունվար-հունիսի կտրվածքով ցուցանիշը 7.9% է, արդյունաբերության աճը 10%, շինարարությանը 24%, ծառայությունները 11%։ Վարչապետի խոսքով որոշակի խնդիրներ կան գյուղ ոլորտում։ Զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը, հաշվի առնելով նաեւ առաջիկայում սպասվող COP17 համաժողովը մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ Moody's-ի հրապարակված որոշմանը։ Մեր երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրակոնի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է BA3 մակարդակում։ Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով։ Աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռիսկերի նվազում պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ եւ ներքաղաքական կայունությամբ։ Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարների մասով 2026-27 թվականներին ակնկալվում է 5-ից 5.5% աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի զարգացմամբ, պետական ծախսերի ընդլայնմամբ։ 2018 թվականից ի վեր, իհարկե բացի հասկանալիորեն 2020 թվականը, երբ որ մենք արձանագրում էինք տնտեսական աճերը ամեն տարվա, որոնք բավականին բարձր էին, հիմնական հարցը, որ վերլուծաբանները, երբեմն քննադատները, բայց մենք էլ մեր քննարկումներում դրում էր հետևյալը. լավ, այս տնտեսական աճերը ինչքանով են եւ այս ակտիվությունը ինչքանով է մեծացնում, ուժեղացնում մեր տնտեսության պոտենցիալը։ Որտեւ դա է ամենակարևորը, այսինքն եւ շատ կարեւոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը ուժեղացել է 650 միլիոն դրամ հատկացվեց Վեդուջրամբարի համար, շինարարությունն ավարտվել է, 30 միլիոն խորանարդ մետրից այս պահին լցվել է 12.5 միլիոն խորանարդ մետրը, փորձարկվել են ինչպես ջրալցման, այնպես էլ ջրաթափման համակարգերը։ Սա նախատեսված ընթացիկ վճարում է, զեկուցեց նախարար Խուդատյանը։ Վեդուջրամբարի կառուցումը վարչապետը գնահատեց որպես անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենախոշոր ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Փոխվարչապետը ներկայացրեց ջրամբարի լցման ընթացքն ու կանխատեսումները, նշելով, թե երբ այն կհասնի իր ամբողջական տարողությանը։ Հաշվի առնելով ամբրանորոգման կարիքները, դադարեցրել ենք գործնական ջրամբարի հետագա լցնելը եւ այդ ջուրը օգտագործում ենք ոռոգման նպատակով։ Եթե 2027 թվականը լինի ջրով այնպես առատ տարի, ինչպես 2026-ն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի դրիվ լցվածության 30 միլիոն խորանարդ մետր ծավալին։ Իրականացվել է 90 միլիոն եվրո բյուջեով մեծ ծրագիր, կարելի է մի փոքր էլ ծախսել կառույցի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու, նախ հանրային հաշվետվություն կլինի։ Վարչապետի առաջարկն է նույնը վերաբերում է Հյուսիսարավ ու նաև այլ խոշոր նախագծերի կառուցմանը։
Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։ Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Ինչի չենք կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչի չենք կարող բանի օգոստոսի 8-ի տարեդարձն է։ Ինչի չենք կարող վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչ ա եղել, ոնց ա եղել։ Գուցե ինչի սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո մենք այսօրվա չենք կարող ինչ որ բան, ինչ որ հնարավոր է անել, ինչի չենք անում սա։ Ինչի չենք անում սա։ Եվ էսա պատճառը, որ մենք զնայում ենք, մեզ թվում է թե մենակ անցյալ ունենք իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան է դե այն չի էլի։ Իսկ այն է ներկան։ Ջրամբարների թեմային անդրադառնալով փոխվարչապետը նշեց, մինչև տարեվերջ պետք է սկսվեն Քասախի, Լիչքի եւ Ելփինի ջրամբարների կառուցման աշխատանքները։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթիկի 1.5 միլիոն խորանարդ մետրանոց եւ նաեւ Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խորանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկատնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը, ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ։ Այս տարի Վարչաֆեստ 2026 մրցույթ փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-ից 22-ը Սևանի ափին։ Հայտ է ներկայացրել 100 բենդ, մրցանակային ֆոնդը 10 միլիոն դրամ է։ Զեկուցվող վերջին հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այս կազմով հանդիպումը վերջինն էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքը կշարունակեն այլ ոլորտում։ Մայա Խաչատրյան, լուրեր։